Աշխարհաքաղաքական վտանգավոր զարգացումների ժամանակ ինչ պետք է անի Հայաստանը։ Ժողովրդական ասացվածներ կա, էլի ձուկը ջրում փոթորիկի ժամանակ սուզվում է հատակին է մոտենում, որ ալիքները անցնեն, հետո նորից դուրս գա։ Համահայկական հասարակական դաշինքն է Հայաստանի Հանրապետությունը քաղաքական ընտրության առջև թեմայով հանրային քննարկում կազմակերպել։ Մասնակիցներն իրենց մտահոգությունների մասին են խոսել, առաջարկներ արել։ Այն պայմաններում, որ աշխարհը, գլոբալ աշխարհը այսօր գտնվում է, ինչ որ բևեռից մյուս բևեռին անցնել, այս պատից այն պատին դիմել, հասնել, դա իհարկե անձամբ ես համարում եմ շատ սխալ է։ Փոքր երկրները պետք է սպասեն, այս փոթորիկները անցնեն, հետո իրենց տեղը գտնեն։ Թե չէ ընթացքում կարող են պարզապես տուժել։ Հայաստանի ոչ միայն շուրջը, ներսում էլ հանգիստ չէ։ Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են մի քանի ուղղություններով։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը վտանգի ուղղություններ է առանձնացնում։ Կարող է մի քանի ելույթ մեջ բերել Թուրքիայի նախագահ Էրդողանից, որտեղ նա թիրախավորում է հայ ժողովրդի պատմական հիշողությունը, թե հայերը ինչպես են հիշում իրենց պատմությունը, ինչպես են մտածում այդ պատմության մասին։ Թուրքիայի նախագահի պահանջով է ձևավորվել նոր Հայաստան կամ իրական Հայաստան գաղափարը, կարծում է թուրքագետը։ Այն պետություններն ու ազգերը, որոնք հրաժարվում են իրենց անցյալից, ապա չեմ կարծում, որ շատ ուժ տեղ կարող են գրավել համաշխարհային քաղաքականության քաղաքակրթության մեջ։ Ակնհայտ է, որ նաև հայ առաքելական եկեղեցին ու հայկական սփյուռքն են մեր թշնամիների թիրախում։ Երբևէ Հայաստանի ներսում իշխանություն եկեղեցի այսպիսի հակասություն, այսպիսի պատերազմ ըստ չի եղել։ Քաղաքակրթական ընտրությանը ըստ Մելքոնյանի երկիրը մոտենում է ոչ թե իրական, այլ նյութական Հայաստան անունով։ Հայաստան, որը հենված է միայն նյութի վրա, միայն նյութական շահի վրա, եւ այդ բանաձևերը, այստեղ հաց, այստեղ կաց եւ այլն, որ իշխանությունները հրամցնում են հենց այդ նյութական Հայաստանի ստեղծելու պարտքին։ Բայց նույնիսկ նյութական Հայաստանի մասին պատկերացում չունի իշխանությունը, նկատում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ Իշխանությունները զլանում են աշխատել որոշակի հաշվարկներ ներկայացնել, թե նյութական Հայաստանը ինչպիսին են պատկերացնում, կամ ավելի բարձունակ պրիմիտիվ մի հարց։ Ինչ տեղի կունենա Հայաստանի Հանրապետության հետ, եթե բացվեն սահմանը Թուրքիայի հետ։ Միգուցե օգուտ կունենանք, հաշվարկ ներկայացրեք, մարդիկ դրա համար աշխատավարձ եւ հավելավճարներ են ստանում։ Հաշվարկներ չկան նաև Թուրքիան ու Ադրբեջանը Սյունիքով կապող ճանապարհի հետ կապված։ Մելքոնյանը համոզված է, իրականում տեղի է ունեցել անվանափոխություն։ Թրիփը նույն Զանգեզուրի միջանցքն է, անուններն են տարբեր։ ԱՄՆ-ն փորձեց այդ ագրեսիան կանխել, եւ դրա դիմաց անվանափոխում տեղի ունեցավ, Զանգեզուրի միջանցքը անվանափոխվեց Թրիփի, եւ դա ոչ թե արվեց հանուն Հայաստանի, այլ ինչի արվեց։ Նախ փորեն ԱՄՆ լուծեց այդ հարցը դառնալով իբրև թե կոնֆլիկտներ ունեցող մի երկիր։ Չի կարծում Մելքոնյանը, որ աննախադեպ ինքնիշխան է դարձել Հայաստանը, ինչպես ԿՊԱ-ականներն են պնդում։ Ինքնիշխանության տնազը կներեք, երբ Թրամփը ասում է ուղղակի ոտքի կանգնեք, Փաշինյանին եւ Ալիևին իրար ձեռք սեղմեք։ Լանա Համբարձումյան, Հայկ Ավանեսյան, Միլենա Պողոսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։